Հնչեցրեց պարոն Բագրատյանը եւ կարծում եմ ճիշտ կլինի ավելի հստակ թվերով ասել, որովհետեւ եթե մենք դուք պարոն Հովհաննիսյան հայտարարեցիք, որ մոտավորապես 57 միլիարդի թերակատարում կա կամ չի կատարվել, դրանք հիմնականում, եթե միջինը ոլորտի կատարողականը 86-ի շրջագծումը, ապա կապիտալ ծախսերը, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցների, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, նորոգում, մի խոսքով այդ տողով էր հատկացված, այդտեղ մենք լավագույն դեպքում ունենք 40-42% կատարում եւ սա արդեն մի քանի տարիների պատկեր է։ Եվ պարոն Բագրատյանը կարծես թե այդ հարցը բարձրացրեց, արդյոք կառավարությունը համապատասխան վերլուծություն կատարել է թե ոչ, հասկանալու պատճառները վերլուծելու եւ մենք ամեն անգամ հանգում ենք կառավարության այն 500 մանկապարտեզ, 300 դպրոց այդ խոստումին, որը այդպես էլ չի կատարվում եւ ինչպես կատարողականում կա նշված ԿԳՄՍ ոլորտի մի խոսքով համապատասխան հատվածում, ուրեմն հաշվետու հանգամյակում ընդհանրապես եթե թվերը դրանք ճիշտ են, ընդամենը 40 դպրոցի ավարտուն պատկերի մասին կարող ենք խոսել։ 40 ավարտուն դպրոց, 300-500 խոստում, որը տարիներ շարունակ, այսինքն ինչ այս գումարումը սկսվել է, մենք այդ մասին բարձրաձայնում ենք, եւ բարձրաձայնումը ունի մեկ մեկնակետ։ Չլինել պոպուլիստ, չհայտարարել թվեր, պատկերներ, որոնք երբևէ կատարման ենթակա չեն, եւ արդեն քրոնիկապես մենք ունենք այդ 30-40% կատարողականը։ Եվ երբ որ հարցը բարձրացնում ենք այսպես ինչ վերլուծություններ, եզրակացություններ է կատարում նախարարությունը կամ կառավարությունը, հենց այդ անկեղծության մասին է, որ տրվել են սուտ խոստումներ, ինչպես շատ ոլորտների, նույնը վերաբերում է նաև ուրեմն մանկապարտեզը եւ դպրոցին, որոնք կատարման ենթակա չեն մի շարք օբյեկտիվ եւ հատկապես սուբյեկտիվ պատճառներով։ Եվ երբ որ հարցը հնչեց ինչ վերլուծություն է կատարվել, ես կարծում եմ այս հարցի բուն պատասխանողը ոչ միայն դուք եք, այլև ընդհանրապես քաղաքական թիմը, որովհետեւ հասարակության եւ հանրության հետ այսպես անկեղծ երկխոսության մեջ մտնի եւ ասի, որ այդ խոստումները, որ տրվել են, դրանք չեն եղել իրատեսական եւ ընդհանրապես հաշվետու տարուն ընդամենը մեկ ֆինանսական տարի է մնացել, կատարողական 1 տարի եւ 300-500-ից հանեք 40 դպրոցը եւ կունենանք պատկերը։ Խոսքը հենց այս մասին է։ Ճիշտ ասած, ձեր խոսքը ավելի շատ ելույթի էր նման, քան հարցի, բայց ես ուզում եմ ստեղ մի երկու բան ասեմ։ Նախ, եթե բացարձակ թվով նայենք, ապա 2024 թվականին միայն այս մի ծրագրով հանրակրթական նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում եւ բարելավում ծրագրով ծախսվել է 21.5 միլիարդ դրամով ավել, քան նախորդ տարի։ Նախորդ տարի ծախսվել էր 8 միլիարդ 397 միլիոն։ Այսինքն մենք ունենք էական տեմպերի արագացում։ Մոտավորապես, եթե տոկոսով նայենք, 357% է կազմում։ Դա միայն մի ծրագրով, որովհետև մենք ունենք նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր, որտեղ այս ուղղությամբ ծախսվել է 14 միլիարդ դրամ, որը մոտավորապես 2 միլիարդով ավել է, քան նախորդ տարի է դրա համար ծախսվել։ Ինչ վերաբերվում է տեմպին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ երբ որ այս տարին ավարտվի, մենք 2026 թվականի կեսին կունենանք այն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզը, որի մասին խոստացել է կառավարությունը, որովհետեւ ինչպես ասեցի, անցած տարի այդ բոլոր մրցույթները կայացել են եւ այդ մրցույթների համար շինարարությունները, այսինքն կայացած մրցույթների շինարարությունները ընթացքի մեջ են եւ այս տարվա արդյունքների մասին խոսելուց ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք խոսելու ենք 100 միլիարդից ավել կատարողականի մասին այս դպրոցների շինարարության մասով։ Այս տարվա բյուջեով, եթե չեմ սխալվում, մենք դրա համար հատկացրել ենք 107 միլիարդ դրամ
չեմ խոսում նրա մասին, որ նախորդ տարվա չկատարված միջոցները ավելանալու են այդ 107 միլիարդ դրամին։ Այսինքն այստեղ երևի մոտավորապես մի 20 միլիարդի կարգի ավելի բարձր թիվ ալնելու։ Հետևաբար, եթե մենք համեմատենք մոտավորապես 30 միլիարդ կատարողականը, որը մենք ունեցել ենք, 4 անգամ ավելի շատ գումար է այստեղ ծախսվելու։ Կապրենք կտեսնենք այդ խոստումները կատարվել են, թե չեն կատարվել։ Արձագանք է, պարոն Հովհաննիսյան շատ գիտաֆանտաստիկ ժանրից այսպես արձագանք է, նույնիսկ չեմ էլ մտածում, չեմ կարծում թե ինչպես կարող եմ ձեզ հակադարձել, որտեղ ավելի քան ակնհայտ ամեն բան, 4 տարում ընդամենը 500-ի 8 քանի տոկոսն եք իրականացրել, այսինքն 4 տարում ընդամենը 40 եւ դուք հիմա թույլ եք տալիս ձեզ հրապարակայինորեն ասել, որ մնացած 460-ը կիրականացնեք ձեր խոստումը ընդամենը 1 տարում չի կարելի, պարզապես չի կարելի, էլի։ Նույնիսկ ես հասկանում եմ, որ քաղաքականությանը տարբեր պիտակներ է տրվում, բայց այնուամենայնիվ որոշակի ազնվության շեմ կարելի է պահել։ Եվ ուղղակի այս տեմպերի, փողերի, նյութական, չգիտեմ, ֆինանսական թվեր կարող եք ասել, կարևորը արդյունքն է այստեղ։ Թվերով պետք չի մոլորեցնել հասարակությանը։ Բացարձակապես պետք չի։ Ընդամենը 8 քանի տոկոսն է խոստումի կատարվել, հիմա դուք այստեղ փորձում եք ներշնչել բանականության նվազագույն շեմը հաղթահարած падգամավորների, որ 460 դպրոց 1 տարում կիրականացնեք, լավ էլի։ Հարց կար, Ես Տիկին ընդամենը Գալստյան։ ուզում եմ ասեմ, որ ես այդ թվերի այդ ճիշտ ասած այդ 40 թիվը, որը դուք հնչեցնում եք, ես իմ ձեռքի տակ չկա, գուցե հաշվետվության մեջ դա նշված է, բայց դա գուցե ավարտված դպրոցների քանակն է, ընթացքի մեջ, շինարարության մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան անցած տարվա արդյունքներով։ Ուզում ասեմ, դա քանի որ ինչպես պարոն Բագրատյանը ասեց, մի տարում դպրոցը չի սարքվում, եկեք հետևաբար նաև մարդկանց բանի մեջ չգցենք էլի այդ թվերով։ Եվ ես էլ եթե թույլ կտակ, Տիկին Գալստյան, հա, Տիկին Գյուրախյան, ես ձեզ ձայն կտամ։ Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը դա վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Շինարարությունը բնականաբար այդպես է լինում եւ կարելի է նաեւ օրինակ պատկառանքի շեմը հաղթահարել եւ վերհիշել, թե այսքան ժամանակ երբ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ինչ արե դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ, ես դες ձայն չեմ տվել, անջատեք խոսափողը, դաշնակցության որովհետեւ դուք կես տվյալներ եք հրապարակում եւ թույլ չեք տալիս պատասխանել։ Մեր նախարարության օրոք 110 դպրոց ամբողջական կառուցվել է։ Եվ պետք է մոլորեցնել հասարակությանը։ Բան անելու։ Կեղծը ձեր տված բաներն է, թյուրիմացությունն է։ Խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Տիկին Վարդանյան, փորձեմ նախ ձեզ արձագանքել, ստացվում է, որ դուք, ԿՓ-ն եկել է դաշնակցության գործունեության ձևաչափը, ոճը շարունակելու, Տիկին Գյուրեղյան, օրինակ հասկանալ ձեր չարախնդությունը։ Տիկին Գյուրեղյան, ես ուզում եմ հասկանալ ինչի վրա, դուք ինձ հետ չեք կարող խոսել կամ չխոսել, ասել ես եմ նախագահում, Տիկին Գյուրեղյան, եւ եթե հարցը ամենասկզբից պիտի տայք, իսկ հիմա որ արտահայտվել եք, պիտի լսեք պատասխանը։ Ես հենց որ դուք արդեն միկրոֆոնին կմոտենաք, ես միկրոֆոնին մոտեցել եմ, տեսնում եք։ Հետո հետո ես էլ ասում, դե այդպես չի կարելի։ Եք վարելու։ Դե ես կարծում եմ, որ սուտ կեղծ տվյալ տալուց եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար պետք է պատասխան տալ։ Լավ, խնդրեմ հարցը տվեք։ Ուրեմն Դաշնակցության, երբ որ նախարարությունն ինքն էր ղեկավարում, այդ ընթացքում 110 դպրոց կառուցվել է, բայց երբեք դաշնակցությունը չի խոստացել 300 դպրոց 500 մանկապարտեզի կառուցում ու կառուցել է 110-ը։ Խոսքը դրա մասին է մեկ։ Հիմա պարոն Հովհաննիսյան, ձեզ ասում եք զեկուցման մեջ 24 թվականի կատարողականի հստակ գրված է, որ 24 թվականի ավարտին կառուցվել է 40 դպրոց 300 խոստացածից եւ
ի ծաղր ձեզ ՀԿՊ-ի ներկայացուցիչներին գրվել է հաստատվել է 24 թվականի ավարտին 300 դպրոցի ցանկը, որոնք պետք է կառուցվեն, հասկանում եք ինչի մասին է, ընդամենը 24 թվականի ավարտին դուք նոր հաստատել եք այն 300 դպրոցների ցանկը, այդպես է գրված, ես գիտեմ, որ ավելի շուտ է հաստատվել, բայց այդպես գրված է զեկույցի մեջ, հաստատվել է ցանկը եւ հաջորդը, այդ մեկ, որ իսկապես 40 թիվը ձեր կառավարության զեկույցի մեջ է կատարողականի։ Նախարարությունից ես ստացել եմ պատասխան այս հարցերին վերաբերող, որ 24 թվականի ավարտին ունենք 40 դպրոց, 25 թվականի ավարտին կունենանք եւս 65 դպրոց, նախարարության խոստացած թիվը եւս 65 դպրոց։ Կառավարության ծրագրի մեջ հստակ գրված է մինչև 26 թվականը կկառուցվի, վերանորոգվի եւ այլն 300 դպրոց 500 մանկապարտեզ։ Նախարարության պատասխանի մեջ ինձ սևով սպիտակի վրա գրված է եւս 65, եթե 40-ին գումարում ենք 65-ը, ստացվում է, այնտեղ պլյուս 5-ի մասին ինչ որ խոսք կար 110, դա 30%-ից մի քիչ ավել թիվ է, 30%-ից։ Հիմա դուք ասում եք, որ մենք 26 թվականի կեսերին, այսինքն մնացած 6 ամսվա մեջ, այն 110 հանած մնացածը կունենանք, հասկանում եք, այսինքն ինչ տեմպերով եք դուք աշխատելու, խոսքը դրա մասին է եւ երկրորդ ձեր խոստումը 26 մինչեւ 26 թվականի, իսկ մինչեւ 26 թվականը 25 թվականի ավարտն է, որի ժամանակ դուք կառուցելու եք 105 դպրոց։ Դա ձեր նախարարի պատասխանն է։ Հաջորդը, այս ուղակի փաստը հարցը չէր։ Հիմա դուք ասում եք, որ 86%-ն է կատարվել եւ 14%-ը չի կատարվել եւ ձեր ի պատասխան պարոն Բագրատյանի նշեցիք, որ այն 14% չկատարվածը հիմնականում դրանք այդ շինարարական աշխատանքների հետ են կապված, որոնք ի սկզբանե որոնք սկսվել են, բայց կապալառուները ըստ էության հիմնականում չեն վերցրել, խոստացել են կատարել, դե ինչ լավ է, որ մենք ունենք այդքան հերոս կապալառու ամբողջ կրթության նախարարության բյուջեի 14%-ը, ասենք հիմնական թող 12-11%-ն կապալառուները, հզոր մեր հերոս կապալառուները չեն վերցրել, գործը անում են։ Լավ, դուք չեք ուզում վերլուծել ինչու է այդ պատկերը եւ հետո այդ ծրագրի կատարումը խախտվել է դրանով։ Եվ մյուս հարցս, որը ձեր պատասխանից էլի ծնվեց, դուք ասում եք, որ այդ գումարը, որը որ 24 թվականի ավարտին չի ծախսվել, սրանք տեղափոխվում են 25 թվական։ Հիմա ես ուզում եմ հարցնել, արդյոք այդ գումարը, որ տեղափոխվում է 25 թվական, հաջորդ տարին, հիմա 25 թվականի կրթության ոլորտի համար նախատեսված բյուջեի մեջ, այդ թվի մեջ, այդ փոխանցված գումարը կա, թե ստացվում է 25 թվականին կրթության բյուջեն։ Այդքան պլյուս փոխանցված 14, ես ուղղակի ուզում եմ դա հասկանալ, այդ գումարվում է, թե արդեն ներառված է ընդհանուր թվի մեջ, որպեսզի վաղը հասկանանք, թե այդ կատարողականը որ թվից հաշվենք, որ կատարողականը որ տոկոսով է կատարել, հասկանանք այդ 25 թվականի բյուջե պլյուս 24-ից փոխանցված, թե արդեն 25-ի մեջ այդ փոխանցումը կա։ Գյուրեղան, նախ երբ որ դուք ասում եք, որ ծրագիրը խախտվում է, սա շատ էական հարց է, որովհետև ծրագիրը չի խախտվում փողի ծախսման հետևանքով։ Ծրագիրը խախտվում է աշխատանքը չկատարման հետևանքով։ Եվ եթե աշխատանքները, որոնք, այսինքն 24 թվականին մրցույթների արդյունքում երբ որ չէր պլանավորվում 24 թվականին շինարարական աշխատանքները սկսել եւ միայն պետք է կանխավճարներ վճարվեին, այդտեղ ես խախտում չեմ տեսնում։ Իրականում գուցե կառավարության ծրագրում գրված է մինչև 26 թվականը։ Գուցե չէ, հստակ։ Բայց ձեզ կարող եմ ասել, որ գուցե դրանից մի քանի ամիս հետո այդ աշխատանքը կավարտվի, որովհետև գումարները, որոնք ծախսում են եւ այն տեմպը, որով մենք հիմա սկսել ենք աշխատանքները եւ առաջի երամսյակի արդյունքները հենց դրա մասին են վկայում, որ մենք կարողանալու ենք այս դրված թիրախը իրականացնել
Ինչ վերաբերվում է ձեր հարցին, ապա մեխանիզմը այսպիսին է, այդ չծախսված գումարը նախորդ տարվա կառավարության որոշմամբ ավելացվում է այս տարվա գումարին։ Գումարումը։ Եվ երբ որ դուք նայեք կատարողականը այս տարվա բյուջեի, դուք կտեսնեք այդ գումարի նկատմամբ նաև կատարողականը, որովհետև թիվը մեծացած կլինի։ Այսինքն այդտեղ որևէ Չէ, ես բան ուղղակի ճշտում եմ։ աչքից չի վրիպում եւ այդ բանը իրականացվելու է այդ թվի նկատմամբ, բարձրացած թվի նկատմամբ։ Արձագանք։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք դուք ասեցիք, որ ըստ էության գումարների տրամադրման խնդիրը չի, այլ աշխատանքների չկատարման խնդիրը։ Հասկանում եք, քաղաքացուն, որը հույս ուներ, որ դպրոց է ունենալու, ու ինքը այդ դպրոցը չի տեսնելու, բոլորովին հետաքրքիր չի, դա գումարը կար, փողը չի կար, աշխատողը չի արել, գումարը չկար, աշխատողը չկար, թե երկու հասկանում եք, ըստ էության ծրագիրը չի կատարվել, ծրագրում սևով սպիտակի վրա գրված է մինչև 26 թվականը կունենանք, կկառուցվի, վերանորոգվի, հիմնանորոգվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Այս նույն պատկերն է նաև 500 մանկապարտեզի մասով այդ ծրագրերի։ Ես ուղղակի այդ նույն թվերն են, նույն պատկերն է, մի քիչ ավել է մանկապարտեզներում կատարողականը, այդ 500-ի, ինչու, որովհետև այդ մանկապարտեզների 500 ծրագրի մեջ այնտեղ կան շատ մանկապարտեզներ, որոնք համայնքային ռեսուրսներով են, համայնքային բյուջեի միջոցներով են իրականացում, երևի համայնքներն իրենք սուբսիդավորվում են նաև եւ համայնքներն իրենք ավելի հետեւողական են։ Ուրեմն այստեղ խնդիր է առաջանում։ Համայնքները մի քիչ հետեւողական են, այդ կատարողականը մի քիչ ավելի բարձր է։ Ուրեմն նախարարությունը հետեւողական չի, այդ աշխատանքները չեն կատարվում, թե ցանկությունը չկա, թե այդ հասկանում եք, այստեղ խնդիր կա բովանդակային։ Եվ եթե այսօր այս պահին ֆինանսների նախարարն ասում է, որ դուք ձեր անելիքը արել եք, փողը տրամադրել եք, խնդրեմը չկատարողի աշխատանք չանցկացնելու մեջ է, ես հասկացա, որ դուք ուղղորդում եք չկատարումը կրթության նախարարին, ես կրթության նախարարությանը այդ հարցը կտամ։ Իսկ ինչ մնում է տեմպերի նման արագացմանը, ես չեմ հավատում տեմպերի նման արագացմանը, անկեղծ եմ ասում, եթե մինչև 25 թվականի ավարտը մենք ունենալու ենք 110 դպրոց, դե կապրենք կտեսնենք է, այո, բայց ես պրակտիկան արդեն 4 տարվա եւ արդեն 5-րդ տարվա մեջ ցույց է տալիս, որ նման խոստումները ուղղակի հեքիաթի ժանրից են։ Շնորհակալություն, կարող եք արձագանքել։ Ես պետք է արձագանքեմ Տիկին Քյուրեղյան, որովհետև դուք իմ ասած բաները խեղաթյուրում եք։ Ավելի կոնկրետ։ Ասեմ հիմա։ Ես Մելի, այստեղ երկխոսություն չի, անջատեք խոսափողը, որ այն մեկը ձայնագրի։ Մեկնաբանում եք այն ձևով, որը ես ընդհանրապես այնպես բան չեմ ասել։ Ես չասեցի, որ աշխատանքները չեն կատարվել։ Ես ասեցի, որ գումարը տրամադրվել է, աշխատանքը կատարվել է, իսկ աշխատանքը 24 թվականին կայանում էր նրանում, որպեսզի այդ մրցույթները հայտարարվեն եւ հաղթողները ճանաչվեին, այդ աշխատանքը կատարվել է եւ ուղղակի կանխավճարները չեն տրամադրվել այդ աշխատանքները կատարելու համար, դրա համար եղել է խնայողություն գումարի։ Ես կարծում եմ, որ դա շատ բնական է եւ դուք որպես ազգային ժողովի պատգամավոր պետք է հոգատար լինեք նաեւ այդ գումարների նկատմամբ եւ ուրախությամբ արձանագրեք այս փաստը։ Ինչ վերաբերում է 26 թվականի կատարմանը, եկեք ես ընդամենը մի թիվ ասեցի, որ ցույց տվեցի, որ անցած տարվա համեմատ տեմպերը 3 անգամ արագացել են։ Հիմա դուք ասում եք ես չեմ հավատում այդ տեմպերի արագացմանը, ես էլ ասում եմ ես հավատում եմ այդ տեմպերի արագացմանը եւ փաստերը ցույց են տալիս, որ այդ տեմպերը կարող են արագանալ այդքան եւ դրանից ավել։ Ընդ որում դրա մասին վկայում են ոչ միայն իմ հավատը, այլ նաեւ վերջի 3 ամիսների կատարողականները, որ մենք տեսնում ենք, որ այս պլանով մենք առաջ ենք գնում, ընդ որում ազդակներ կան, որ այն գումարը, որը մենք հատկացրել ենք, եւ այս գումարը, որը ավելացրել ենք, գուցե բավարար չլինի ամբողջ ծավալով այս տարվա աշխատանքները անելու։ Դա կնշանակի, որ նախորդ տարվա համեմատությամբ մենք ունենալու ենք 4-ից ավել անգամ արագացում աշխատանքի։ Բայց ինչպես պայմանավորվեցինք, կապրենք կտեսնենք։ Շնորհակալություն, այլ հարց